Ողջույն, այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու, թե ինչ է կանխատեսել Վանգան 2026 թվականի համար, ապոկալիպսիս և նոր աշխարհակարգ։ 2026 թվականի վերաբերյալ նրա տեսիլքները ուրվագծվում են գլոբալ ցնցումների մի ամբողջ շղթա, սկսած քաղաքական հեղաշրջումներից և կլիմայական աղետներից մինչև շփում այլ աշխարհների հետ և մեքենաների ապստամբություն։ Բուղարացի պայծառատեսին վերագրվող ամենանշանակալի մարգարեություններից մեկը վերաբերում է գլոբալ առճակատումներին և համաշխարհային տիրապետությանը։ Սակայն մինչև բուն տեսանյութին անցնելը ես կցանկանայի մի փոքր մաս հիշեցնել տեսանյութի վերաբերյալ։ Ասեմ, որ աստղաբանությունը, տարրոլոգիան, նումերոլոգիան և այլ նմանատիպ պրակտիկաները գիտական դիսցիպլիններ չեն։ Դրանք հիմնված են հին ավանդույթների, հավատալիքների և մեկնաբանությունների վրա։ Այս մեթոդները ընդունված չեն հետազոտական շրջանակներում և այս թեմաների վերաբերյալ նյութերը հաճախ ժամանցային բնույթ են կրում։ Այս մասով թերևս այսքանը, շարունակենք տեսանյութը։ Վանգան, ով հայտնի է իր կանխատեսումների ճշգրտությամբ, իրենից հետո թողել է բազմաթիվ հանելուկներ կապված քաղաքակրթության ապագայի հետ։ Ըստ որոշ մեկնաբանների, նրա տեսիլքները տարածվում են նաև 2026 թվականի վրա։ Ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, կույր գուշակը դեռևս կենդանության օրոք մեծ համբավ ձեռք բերեց խոշոր իրադարձությունների ճշգրիտ կանխատեսումների շնորհիվ։ Այսօր մոտ ապագայի վերաբերյալ նրա կանխատեսումները հատկապես տագնապալի են հնչում։ Սպասելիքներ 2026 թվականից ըստ Վանգայի կանխատեսումների մեկնաբանությունների։ Միջազգային լարվածության սրում։ 2026 թվականի կանխատեսումների շարքում առանձնանում է մասշտաբային բախումների վտանգը, որոնցում կարող է ներգրավվել նաև Եվրոպան։ Խոսքը ոչ թե մեկ կոնկրետ պատերազմի, այլ տևական աշխարհաքաղաքական հակամարտությունների, հակասությունների աճի և ռազմաքաղաքական դաշինքների վերախմբավորման մասին է։ Սպասվում է, որ լարվածության օջախներ կարող են առաջանալ Թայվանի շրջանում, Հարավչինական ծովում, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի սահմանին։ Կլիմայական կատակլիզմներ։ Մարգարեությունները նաև ահազանգում են բնական աղետների ուժգնացման մասին։ Ենթադրվում է, որ 2026 թվականին մոլորակին կարող են սպասել հզոր երկրաշարժեր, աղետալի ջրհեղեղներ և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անոմալ շոկ։ Այս իրադարձությունները կարող են մասշտաբային ավերածությունների պատճառ դառնալ։ Տեխնոլոգիական մարտահրավերներ և արհեստական բանականություն։ Տեխնոլոգիական մարտահրավեր և արհեստական բանականություն։ Ժամանակակից իրականության մեջ առանձնահատուկ արդիականություն է ստանում այն կանխատեսումը, ըստ որի տեխնոլոգիաները դուրս կգան վերահսկողությունից։ Շատերի կարծիքով Վանգան կանխագուշակել է մի դարաշրջան, երբ ավտոմատացումը հիմնովին կփոխի աշխատաշուկան, իսկ մարդկությունը կհայտնվի մեքենաներից խորը կախվածության մեջ։ Ըստ այս մեկնաբանության, էթիկական նորմերը չեն հասցնի տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության համակարգերի սրընթաց զարգացման հետևից։ Նոր աշխարհակարգի հաստատում։ Ըստ հանրահայտ մեկնաբանությունների, Վանգան կանխատեսել է Ռուսաստանից հզոր առաջնորդի գալուստը համաշխարհային իշխանության ղեկին։ Ժամանակակից քաղաքական քննարկումներում այս կանխատեսումը հաճախ կապում են Ռուսաստանի գործող նախագահի կերպարի հետ, հաշվի առնելով նրա աճող ազդեցությունը միջազգային ասպարեզում և իշխանության միջև երկարատև գտնվելու փաստով։ Կարևոր է նշել, որ բոլոր վերոհիշյալ կետերը գուշակի խոսքերի ժամանակակից մեկնաբանություններն են և հաճախ դառնում են բուռն վեճերի և տարաբնույթ քննարկումների առարկա։ Դե ինչ, իսկ այժմ ժամանակն է դուք ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններ դաշտում։ Արդյոք հավատում եք Վանգայի կանխատեսումներին, թե ոչ։ Իհարկե չմոռանալով բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Մինչ նոր հանդիպում։